Շոումեն պրոդյուսեր Արամ Մելիքյանն իր ինստագրամյան էջում հայտարարություն է տարածել այն մասին, որ նկարում պատկերված երեխան պատանին անհետացել է։ Խնդրում եմ տարածել, կորել է երեխա, Ապիկյան Վահե։ Եթե որևէ մեկը տեղեկություն ունի գտնվելու վայրի մասին կամ տեսել եք նրան, խնդրում եմ անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ Յուրաքանչյուր տարածում կարող է վճռորոշ լինել։ Խնդրում եմ անտարբեր չլինել ու տարածել 077 05 19 72 նշված էր հայտարարության մեջ։ Առավել մանրամասն տեղեկություններն ի հայտ եկան ժամեր առաջ։ Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանն, ով դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ 29:07-ին առավոտյան դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից։ Անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Թովմաս Առաքելը։ Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի աղոթք կատարելու նպատակով և խնդրում ենք ձեզ տարածել Վահե Ապիկյանի կորած լինելու մասին տեղեկությունը, գտնելուն պես հոգ տանել նրա մասին և հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին։ Դե իսկ Star News-ը շարունակում է մեկ հոլովակում ձեզ պատմել աստղային մի քանի նորությունների մասին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բլոգեր Ալվոկին օրեր առաջ մայր է դարձել։ Այդ մասին և ոչ միայն բլոգերը պատմել է ինստագրամյան էջում։ Всем здравствуйте. Я так много хочу вам всего сказать, рассказать. Я уже мама. Первый раз выхожу к вам в сторис как мама. И хочу сказать, что это самое лучшее, самое прекрасное чувство. Я никогда не думала, что существует в мире настолько сильное чувство любви, абсолютного счастья. И знаете, да, это непросто, да, это очень по-новому, да, это сложно, но это все равно прекрасно. И ты не чувствуешь никакого дискомфорта, хотя он как бы есть, но он фоново просто. И эти чувства, эти эмоции... В общем, я вам все буду рассказывать, все буду показывать свою новую жизнь, потому что она действительно новая. Всем желаю стать мамой. Я теперь разбираюсь в детских памперсах, в детской смеси, в детских кремах. Дофига всего. Столько всего вам расскажу, покажу. Вот. Как-то так. Վերջին ամիսների ընթացքում առավել քան երբևէ դերասանուհի Աննա Մանուչարյանն ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Նա իր ճանապարհին կեր է դարձնում նաև ինստագրամյան հետևորդներին ու կիսվում նրանց հետ։ Star News-ն առանձնացրել է տեսանյութերը։ Ճիշտ աղջիկը հենց հայելի է տեսնում, պիտի կանգնի։ Մի քիչ sense հետ գնա։ Նույն sense բաներ անի։ Հետո ձեզ բոլորիդ ասի, որ ձեզ շատ ասիրում եմ բայ։ Thank you so much. Thank you. Տեսոք, կոմպլիմենտներ։ Եկել եմ ձեզ բարի օր մաղթեմ, նենց հագունը ստանում, վայ մի կեր, վերջին սենց ուժերս եմ գործադրել, որ ես դաունթաուն տանող ճանապարհը միշտ խցանման մեջ էր և մի 20 րոպե ֆրիվեյի կանգնած էր։ Էդ ինչքան տանջվեցի, որ հանկարծ չքնեմ մի վթարիչը ենթարկվեմ, բայց օրինակ ես հիմա առավոտյան ժամը 6:06 ես աչքերս բացում եմ ու էլ ընդհանրապես չեմ կարողանում քնել, բայց ամբողջ օրվա ընթացքում քունը ստանում է։ Եթե տանն եմ ու կարողանում եմ քնել ժամանակ տրամել, անպայման քնում ցերեկվա քունը շատ եմ սիրում, հատկապես լողավազանի մոտ, տապչանի վրա, որ գիրքս մի 4 էջ կարդում եմ, այդ ընթացքում պարտադիր մի փոքր քնում արտանում եմ ես արևի տակ, այնքան եմ սիրում։ Ինչի տարիքային առանց ինչ-որ մի բանով պիտի երևա, որ ես արդեն վերջ երիտասարդ չեմ, այ մարդ, էլ չի լինում առույգ լինել, բայց ես փառք Աստծո ընտիր էներգիա ունեմ, ընտիր, մի խոսքով։ Տեսակ այդ Ռիալտոն, հիշում եք այդ գործը մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին, հորդ մազերը գետ գիշերվա ու հակինտներ ականջին, աչքերը սև արևների պես անշեջ, գալարում էր մեջքը թեթև ծաղկանկար շալի մեջ, աչքս դիպավ աչքի բոցին ու գլուխս կախեցի, ժպտած ժպտող առեղծվածի հավերժական կանացի, միամիտ չեմ հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի, մի մրահոն կույս էր քեզ պես, կոտրեց սիրտս։
պատանի։ Ձայնս կտրված է։ Ձայնս նենց կտրված է։ Ինձ դուր է գալիս, եթե խոսում եմ, բայց որ երգում եմ շատ եմ տանջվում, որովհետև տանջվում եմ, դժվար առանց ձայնի երգել է։ Մի հատ էլ ինչքան գիտեմ Հալաբյան փողոցի վրա կար մի ժամանակ Հայաստանում Ռիալտո։ Չէ, երիտասարդական, հիմա երևի կա երիտասարդական մետրոյի հարակից տարածքում, կամերային երաժշտության տան դիմաց Ռիալտո։ Կա չէ տենց մի բան։ Կարոտել եմ գժվում։ Դերասանուհի Այդա Կարապետյանն այս պահին չի նկարահանվում որևէ հեռուստասերիալում, սակայն նրա երկրպագուներն ակտիվություն ցուցաբերում են Instagram-յան հարթակում, որտեղ էլ պարուհին հայտնել է այն մասին, որ պատրաստվում են իհարել, առաջարկում ենք դիտել հոլովակը։ Ինձ եկել եմ որոշ ուտելիքներից, ամբողջ օրը մարզվում եմ, որպեսզի իհարեմ, բայց չեմ կարողանում հրաժարվել պաղպաղակով սուրճից, օրը 2 անգամ պարտադիր խմում եմ։ Ինչ անեմ, չգիտեմ։ Դե իսկ դերասանուհի Լիա Զախարյանն էլ սոցիալական իր էջերում հայտնել է այն մասին, որ գնել է բնակարան, սակայն դեռ չի շտապում վերանորոգում կատարել գների բարձր լինելու պատճառով։ Հոլովակը զվարճալի է եւ հետաքրքիր, առաջարկում ենք դիտել այն։ Օր բոլորին որոշեցի այսօրվա սուրճս խմեմ իմ նոր բնակարանում ու կապ չունի, որ այն վերանորոգված չէ։ Ես չեմ նեղվում բետոնի պատերի մեջ վայելել իմ առավոտյան սուրճը։ Վերանորոգման գները տեսել եք, դա խայտարակություն է, ավելի թանկանստում, քան որ գնել եմ բնակարան։ Ու ես հարմարվել եմ այն փաստի հետ, որ որոշ ժամանակ ես պետք է իմ օրը առօրյան վայելեմ բետոնե պատերի մեջ։ Բլոգեր Մաշա Կարամյանը հերթական տեսանյութն է հրապարակել, որը հետաքրքիր է, ընտանեկան եւ իհարկե բացահայտող, առաջարկում ենք լսել բլոգերին։ Ունեմ ես 1.5 ժամ մերսումից հետո իդեալական էր, ուղղակի նկարագրելու չի, բացատրելու չի։ Маша. Убежит вниз, споткнулся. Որոտելես տղես։ Ох, ես քեզ կուտեմ։ Ոյ իմ սեր։ Բաբ ինչ կասես իմ մասին, տատի ջան։ Քո մասը խոսքը չկա է։ Դու թանկագին էակ չէ, մարդս։ Էակը պիս խոսքա։ Շատ են քեզ սիրում, քո գլուխդ ըրկաթ է, գյուդում չմետ չկանս էլ կանը մտածում։ Հիվ վաղտս մտածում այդ գործողությունը լող կատարım։ Ապրես, լինես միշտ երջանիկ, առողջ։ Որ կարողանաս մեզ ինձ հանես, տեղեր մեզ ուրախացնես, այս հով տեղերը մանացես, ապրես, շատ ապրես, պաչկեմ։ Դու էլ ապրես, տատի ջան, դու էլ շատ երկար ապրես։